դատախազը տեղյակ է, որ տրոլեյբուսային ցանցը Գյումրիում կերվել է ախորժակով, ոչ ոք չգիտե, ուր է գնացել այդ ամբողջ համակարգը, ինչպես է յուրացվել։ Երևանում եւ Գյումրիում եւ մնացած տեղերում հասարակական տրանսպորտը բացառությամբ մետրոյի եւ Երևանի տրոլեյբուսային ցանցի, բացառությամբ մետրոյի եւ Երևանի տրանսպորտային ցանցի ոչնչացվել է, դրանց փոխարեն ներմուծվել են գազելային, լավագույն դեպքում ավտոբուսային մասնավոր գծատիրական համակարգեր, կարող եք կռահել ինչու։ Որովհետեւ եկամուտը, որը ստացվում էր տրոլեյբուսային ցանցից գնում էր այդ տնտեսություն Երևանում տրամվայներից գնում էր, այդ տնտեսություն տրոլեյբուսներից, այդ տնտեսություն եւ ավտոբուսային համայնքային գնան մասնավոր մարդկանց գրպանները հատուկ նպատակով ոչնչացվել են, երկաթը ուտել է ռելսերը տրամվայների, չնաշխարհիկ տրանսպորտային միջոց, էկոլոգիապես մաքուր, առանց փորձանքներ կարող են լինել, բայց առանց էկոլոգիական փորձանքների, հա։ Այդ ամբողջը յուրացվել է, հələ այդ հարցի մի կողմն է, երկաթը տանել, ծախել, բայց դրանից հետո են խայտարակ սպասարկումը, որ մտցվել էր, եւ բանում, խոշոր քաղաքներում նույնպես, բոլորը գրեթե մասնավոր գծատերերն են առայժմ սպասարկում։ Ինչի համայնքապետարանները չէին կարող այդ համակարգերը սպասարկել եւ եկամուտները մտնեին համայնքի բյուջե։ Ժամանակին տարվել է, սրբվել է Գյումրու տրոլեյբուսային ցանցով բանով, այն օրը հարցնում էին, էլի դրա համար են պատմում։ Հա, եւ հիմա նոր Գյումրիում, իմացար, որոշ համայնքներում, Երևանում հասարակական տրանսպորտը քիչ անցնում է համայնքային ենթակայության ինստիտուցիայի կառուցվածքի։